Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է, այսօր իմ հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ արդեն զգուշացրել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել Նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի։ Սա Լիդիա Մանթաշյանի խոսքերն են դատարանից։ Նա նշում է, որ դեռևս 1 ամիս առաջ տեղյակ էր, թե ինչ է իրեն սպասվում, իսկ ինչ պարզվեց, դատախազի պահանջը դատավորը բավարարեց, այն է եւս 3 ամիս Լիդիա Մանթաշյանը իր քաղաքական հայացքների համար մնալու է անազատության մեջ։ Տիկին Վարդանյան, ինչով է պայմանավորված հատկապես կին նախարարների կամ ՄԻՊ-ի ներկայացուցչի տիկին Մանասյանի լռությունը այս հարցով, չէ՞ որ աննախադեպ երևույթ, թե ինչպես քպեականներն են սիրում այդ բառը օգտագործել, այո, աննախադեպ բառը պայմանավորված է ենթակայությամբ, անխոս ենթակայությամբ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ, բայց հիմա գանք իսկապես մեր իրականության ամենալուրջ խնդիրներից մեկին, որը դուք մեջ բերեցիք, այո, Հայաստանում այս պահին միակ կին քաղբանտարկյալի խոսքերը, ու մենք երկու դրվագով միայն անցող շաբաթվա ընթացքում կարող ենք համոզվել, որ ինչպես է քաղաքական պատվեր այս բոլոր դատաքննությունները, այդտեղ նաև հրապարակվող վճիռները, Լիդիա Մանթաշյանը իր խոսքում ասաց, որ մի շաբաթ առաջ իրեն ասել են, որ թույլտվություն չկա իրեն խափանման միջոցը փոփոխելու, չնայած փաստաբանների հույսին կամ հավատին կամ եթե կուզեք համոզումին, որ որևէ հիմք չկա կալանքը երկարացնելու, եւ մենք նմանատիպ դրվագել ականատես եղանք բարերար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննության ժամանակ, երբ հայկական ժամանակով հրապարակվեց, որ 17 ժամ առաջ որ կալանքը երկարաձգվել է այն դեպքում, երբ դատավորը դեռ չէր հրապարակել վճիռը, այսինքն սա վկայությունն է նրա մասին, որ իշխող ուժը ավելի վաղ է իմանում վճիռների մասին, քան դատավորը ինքը, քան դատարանը ինքը, քան անգամ երևի մեղադրող դատախազները։ Սրանք իհարկե ցույց են տալիս իրավիճակի աբսուրդը, բայց գալով ամենակարևոր խնդիրներից մեկին Հայաստանում այս պահին 3 տասնյակից ավել քաղբանտարկյալ մենք ունենք ու հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, նշեցինք կին քաղբանտարկյալ, գործարարին նշեցինք 3 սրբազաններ, զոհվածների հարազատներ, ծնողներ, գործարարներ, բլոգերներ, հաղորդավարներ ու բոլորի դեպքում իրենց տարբեր են, քաղաքական հայացքները տարբեր են, ընդհանուր ոչինչ չունեն խոշոր հաշվով։ Նրանց բոլորին միավորում է իրավիճակի հետ հաշ չլինելը եւ դրա մասին ամեն մեկը տարբեր ձևով բարձրաձայնելը։ Եվ այստեղ է, որ խնդիրը կարող է հասարակության ինչ-որ շերտի մոտ տպավորություն լինի, որ երբ օրինակ ընդդիմադիր պատգամավորները խոսում են քաղբանտարկյալների մասին, այդ բոլոր քաղբանտարկյալներին սրբացնում են, ասում են, որ երբեք որևէ վատ բան չեն արել, կամ դա նրանից է, որ մենք ինչ-որ անհատական կապեր ունենք, սիրում ենք այս բոլոր մարդկանց։ Խոսքը դրա մասին չի, խոսքը ուղղակի նրա մասին է, որ բոլոր այս մարդկանց համայնքի ղեկավար կլինի, սրբազաններ կլինեն հասարակ պարզ քաղաքացիներ, կարծես ընտրողաբար տարբեր շերտերից վերցրած, կա խտրական տարբերակված մոտեցում պայմանավորված իրենց քաղաքական հայացքներով եւ գործունեությամբ, հակաիշխանական բնույթի քաղաքական հայացքներով, այսինքն սա Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, ազատ խոսքի սահմանափակման դեմ բողոք է խոսել այս բոլոր մարդկանց դեպքերի մասին։ Իրենք մեր խնամիները, ծանոթները, բարեկամները եւ սիրելիները չեն։ Իրենք պարզապես վառ օրինակ են, ինչպես Հայաստանում սահմանափակվում խոսքի ազատությունը եւ ինչպես է դա թակելու բոլորից դուռը, չէ՞ որ այդ ֆաշիստական շրջանի այդ հայտնի խոսքը կար, որ երբ եկան արմիությունների ներկայացուցիչների ետևից ես ձայն չանեցի, որովհետեւ արմիության ներկայացուցիչ չէի, երբ եկան կոմունիստների ետևից ես ձայն չանեցի, որովհետեւ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ չէի, եւ երբ եկան իմ ետևից այլևս որևէ մեկը չէր մնացել, որ ձայն աներ։ Հիմա այսպես է, այսպես շարունակելով այս շղթան անխուսափելիորեն հասնելու են բոլորիս, դրա համար է կարևոր հիմա այս թեմայով խոսելը եւ ես ուզում եմ ուղղակի ովքեր դեռ չեն համոզվել, որ քաղաքական տարով պայմանավորված է բոլոր այս մարդկանց նկատմամբ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը, ես պիտի ասեմ, որ քաղբանտարկյալ են արդյոք մարդիկ թե չէ, ես չեմ որոշում, դուք չեք որոշում, ԵԽԽՎ 5 չափանիշներ կան, որոնք սահմանվել են հենց տարբերակելու համար ի վերջո քաղաքական բանտարկյալ է մարդը կամ հալածել է թե ոչ, եւ այդտեղ եթե բարդ իրավաբանական տերմիններ ուղղակի հիմա չբերեմ, այսպես է կրիտերիան ամենապարզ, արդյոք մարդու նկատմամբ կա խտրական վերաբերմունք պայմանավորված իր քաղաքական հայացքներով եւ գործունեությամբ։ Մարդը կարող է անգամ հանցանք գործած լինել, բայց եթե այդ հանցանքի
պատժման համար ավելի խտրական վերաբերմունքերի դեմ դրսևորում, քան նմանատիպ այլ դեպքերում, ուրեմն իր նկատմամբ կա քաղաքական հետապնդում, քաղաքական հայացքներով պայմանավորված։ Իսկ որ մենք բոլոր այս դեպքերում կլինի Դավիթ Համբարձումյանից մինչև Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Սամվել Կարապետյան, Սրբազաններ բոլոր դեպքերում դա տեսնում ենք, վառ վկայությունը ինձ մեկը կհիշեցնի, օրինակ հղի կնոջը վրաերթի ենթարկած այդ վարորդը, որին մեղավոր ճանաչվեց, քանի օր է կալանքի տակ անցկացրել։ Ավելին նա դեռ շարունակում է աշխատել։ 0։ Այսինքն Միքայել Սրբազանը հանցագործ է, պիտի կալանքի տակ մնա 2 տարի, ապացուցված փաստով հանցագործը պիտի բանանի մարդուն կյանքից զրկած զգուշավորություն, ազգուշություն մի կողմ թողնենք։ Ազատության մեջ իսկ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու կադրերը տեսել եք, այսինքն որ գնացել էին ուզում էին բերման ենթարկել, հակաահաբեկչական ջոկատով, չգիտեմ, բոլոր վարչություններով, ԱԱԾ-ով, իսկ Միքայել Սրբազանի ծանուցում ուղարկել են ներկայանալու մասին ու Միքայել Սրբազանը չի ներկայացել, դրա համար տենց ամբողջ ուժայիններով գնացել էին բերման ենթարկելու։ Միքայել Սրբազանը այդքան վտանգավոր էր։ Ու վեհարան պետք էր ներխուժել։ Հիմա տարբերակված մոտեցում է թե չէ։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ տարբերակված մոտեցում է թե չէ։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ու այստեղ խնդիրը ինչի մենք սիրում ենք այն ոճը, որով իրենք խոսում են, թե չեն սիրում։ Նիկոլ Փաշինյանը ավելի մեղմ ոճով է խոսում, բայց ինչու ած այդ հատուկ ջոկատայինները, հակաապեկչության, վարչության տղաները Նիկոլ Փաշինյանին այդպես բերման չեն ենթարկում։ Աննա Հակոբյանը այլ բան նկատի ուներ, մենք այլ բան ենք հասկացել դրա համար։ Դե դա որևէ կերպ չի արդարացնում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին այդպես բերման ենթարկելը։ Կամ չի եղել մի շրջան, երբ որ Նիկոլ Փաշինյանին ամենաշատ ընդդիմացող կուսակցություններից մեկի ղեկավար մարմնի անդամներ չլինեն բանտում։ Հիմա Դաշնակցության դեպքում Իգոր Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց ամենաշատ թվով ընդդիմադիր պատգամավորներ հեգնանք ոնց որ լինի, էլի աբսուրդը հենց դա է, մի ռեժիմի օրոք են զրկվել անձեռնամխելությունից, որ իրեն հայտարարում է ժողովրդավարության բաստիոն։ Տիկին Վարդանյան, դուք նշում եք, որ բոլորս կարող ենք հայտնվել այդ դերում, հատկապես ընդդիմության գործիչները, եւ դրա համար պետք է խոսել, բայց խոսելը ինչ է փոխելու, եթե ամբողջ ուժային եւ իրավապահ ռեսուրս իշխանությունների ձեռքում է։ Խոսելը փոխելու է հանրային տրամադրվածություն եւ մոբիլիզացնելու է մարդկանց այս օրակարգի շուրջ։ Էնպես է ստացվել հիմա, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված այն կառույցները, ովքեր հանձնառություն ունեին պաշտպանելու եւ թույլ չտալու այսպիսի խախտումներ մարդու իրավունքների, լուր են։ Ես ձեզ մի շատ տարօրինակ բան ասեմ, ԵԽԽՎ համազեկուցողները, ովքեր պիտի արդեն մի քանի ամիս Հայաստանում լինեին, որպեսզի իրավիճակը նաեւ մարդու իրավունքների առաջին հերթին արձանագրեին եւ ներառեին Հայաստանի զեկույցում, անհասկանալի պատճառով այդ անդադ հետաձգվում է։ Տպավորություն է, որ չեն ուզում իջև ընտրություններ արձանագրել, առերեսվել իրավիճակին ու արձանագրել իրականությունը։ Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որտեղ էլ եմ կրկնում, անհասկանալի պատճառաբանություններով անդադ այդ այցը, որ պետք է գան, ընդդիմությունը պիտի ներկայացնի փաստերով տեսակետները, որ 14 համայնքապետ ընդդիմադիր ովքեր ընտրվել են, այդ ընտրությունները ոչ ոքի կողմից չի վիճարկվել, հետապնդվել են ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր կուսակցության ղեկավար մարմնի անդամներ, սրբազաններ, աննախադեպ մի հատ այսպիսի բան։ Նկատի ունեք ԵԽԽՎ-ն աչք է փակում այս իշխանությունների ոչօրինական գործողությունները։ Երբ ուղիղ, երբ աշխարհաքաղաքական շահերը բախվում են այն հանձնառությանը, որ դու ստանձնել ես մարդու իրավունքները, ժողովրդավարությունը պաշտպանելու, գերակշռող է դառնում աշխարհաքաղաքական շահը, բայց սա ինչու եմ ասում, որ այնպիսի իրավիճակ է ստացվել, որ մեր պաշտպանությունը մնացել է մեր ուսերին։ Սա չի ոչ լավ է, ոչ վատ է, սա ուղղակի պետք է առերեսվել սրա հետ եւ հասկանալ, որ եթե ուզում ենք մենք մեզ պաշտպանել, պիտի խոսենք այն խնդիրների մասին, որ կան, առաջին հերթին որ մեզ չհասնի ու որ հասկանա իշխանությունը, որ գին է վճարելու ամեն հերթական քաղբանտարկյալի համար, եթե գործող իշխանությունը գին չվճարի, եթե յուրաքանչյուր հերթական քաղբանտարկյալը չդառնա բոլորիս քաղբանտարկյալը ու չստեղծվի հակազդեցություն ամեն հերթական քաղբանտարկյալին տանելու, կալանավորելու համար ընդդեմ եւ իշխանությունը գին չվճարի ու դա անցնի այնքան սահուն, որքան ինքը կուզենար, բնականաբար այդ շղթան միայն շատանալու է եւ ես չգիտեմ էլ բանտերում էլ արդեն տեղ չկա, հիմա մի իրավիճակում ենք, որ երբ լսում ենք ԱԱԾ-ում գտնվող մեկի խափանման միջոցը փոխվել է, Պարզապես բանտում տեղ չկա դրա համար։ Հարց է առաջանում, իսկ ում են ուզում տանել, որ տեղ չկա, էլի, իսկապես այդպիսի իրավիճակում ենք, բայց
եթե հակազդեցություն չլինի եւ իշխանությունը գին չվճարի, անսահմանափակ թվով մարդիկ կարող են հայտնվել քաղաքական բռնաճնշումների թիրախում։ Դրա համար խոսելը ինչ իմաստ ունի, նախ մենք մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք անկախ նրանից ով է արձագանքում, ով ինչպես է արձագանքում, դա արդեն իրենց գործն է, իրենց խղճի առաջ իրենք պատասխան պիտի տան, իրենց ի վերջո հանձնառությունն է դա, եւ եթե չեն անում, թող իրենք պատասխան տան, ինչը չեն անում, մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք ներկայացնելու փաստերը, եւ երկրորդը, երբ չկան պաշտպանական այլ մեխանիզմներ, հանրային մոբիլիզացիան է, որ կարող է պաշտպանական մեխանիզմի դեր կատարել, հատկապես պոպուլիստ իշխանությունների դեպքում իրենք խուսափում են անել այնպիսի արարքներ, որոնց իրենց համար կարող են թանկին ունենալ։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը քանի ամիս է հայտարարում մայրաթոռ ներխուժելու մասին, բայց ինչու դա չի իրականացնում միջև այս պահը առնվազն, որովհետև տեսնում է դրա հակազդեցությունը, Միքայել Սրբազանի հնարավոր հակազդեցությունը, այդ ձերբակալման օրը ամենավառը դա դրսևորվեց։ Ուրեմն պետք է հասնել այն կետին, որ այդ հակազդեցությունը իշխանությունը ուզում է հասնել այն կետին, որ այդ հակազդեցությունը չլինի, զրո լինի։ Մեր գործը այնպես անել, որ դա ոչ միայն չզրոյացվի, այլ ավելանա, իշխանությունը հասկանա, որ այս հարցում կա հանրային կոնսենսուս, կապ չունի ինքը որ կուսակցության անդամին է ձեռք տալիս, որ ում է կալանավորում, այդ մարդու հետ կան անձնական կապեր թե չկան։ Դա եթե քաղաքական հետապնդում է, ուրեմն դա պետք է առաջացնի հակազդեցություն։ Սա է իմաստը, խոսելու այս թեմայով, ներկայացնելու հանրությանը, ներկայացնելու նաև, որ խոսելը ու այս օրակարգի շուրջ միավորելը առաջին հերթին ինքներդ ձեզ պաշտպանել է։ Տիկին Վարդանյան, տեսեք, հասարակությունում այսպիսի մի դիսկուրս կա։ Ասում են, որ մեր հասարակությունը հաշտվեց Արցախի կորստի հետ։ Դրանից հետո Փաշինյանը շարունակեց պաշտոնավարել։ Հաշտվեց Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի հետ։ Հսկայական տարածք զբաղեցված են ադրբեջանական տերորիստական ուժերի կողմից, ամրաշինական աշխատանքներ են կատարում եւ այլն։ Նաեւ հաշտվել է Բաքվից հնչող Ալիևի ռազմական ագրեսիվ հռետորաբանության հետ, նաև հաշտվել է հետագա զիջումների հետ։ Ինչու հանկարծ հիմա քաղբանտարկյալների թեմայով պիտի մտահոգություն հայտնի։ Արմատապես համաձայն չեմ այդ թեզ առաջ տանողների հետ, դա դասական victim blaming է, այսինքն զոհին մեղադրել է, մեր հասարակությունը ոչ թե հանցանքիցն է Նիկոլ Փաշինյանի, այլ նրա զոհն է, եւ ինչ ոնց ենք տեսնում այդ հաշտվելը։ Այո, բռնապետական ռեժիմը կարողացել է Հայաստանում պահպանել իշխանություն։ Աշխարհի տարբեր երկրներում դա եղել է։ Եթե Ֆրանսիան ֆաշիստական օկուպացիայի ժամանակ ունեցել է ֆրանսիացի ղեկավար, որը մի քանի տարի կարողացել է ղեկավարել ու ճիշտ են նարատիվները առաջ տանել ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը, դա չի նշանակում ֆրանսիացի ժողովուրդը հաշտ է եղել նացիստական գաղափարների հետ։ Բայց նացիստական ֆաշիստ գերմանացիները այդքան ֆրանսիացի էին, ոնց որ թուրքերն ու ադրբեջանցիները, դա էլ նշանակություն ունի Տիկին Վարդանյան։ Դժվար է տարբերություն տեսնելը, այսինքն գործողությունների մեջ նկատի ունեմ եւ նարատիվների մեջ էլ։ Հիմա մենք կարող ենք պատմության մեջ խորանալ եւ համեմատական անել, բայց դա չէր ասացի իմաստը։ Իմաստը այն էր, որ աշխարհում պետականությունների պատմություն ունեցող բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, այո, հաջողվել է մի քանի տարի տարբեր ուժերի, այդ թվում նաև արտաքին գրավել, նշանակել նաև պատմությունից եմ սա ասում, նշանակել նաև ամբողջապես իրենց ենթարկվող ղեկավարների եւ ինչ որ ժամանակաշրջան այդ իրենց ուզած թեզերը առաջ տանել։ Հիմա դա օրինակ փուլ է մեզ համար։ Դա օրինակ Ֆրանսիայի օրինակը։ Հիմա Հայաստանում եթե որևէ ռեժիմ կարողանում է ուժային բոլոր լծակները օգտագործելով դեռևս շարունակել մնալ իշխանության, բայց իր իշխանության ամեն տարում Հայաստանում գնալով ավելացող բողոքի ցույցեր ենք մենք տեսնում։ Մենք եթե ժողովուրդը հաշտեր, այդ ժողովրդի վրա ինչ իմաստ ուներ օրենքով արգելված զինատեսակներ կրակելը, նռնակներ օգտագործելը, հաշտ ժողովրդի վրա կրակում են, ուրեմն անհաշտություններ չէ արտահայտում։ Իսկ եթե ժողովուրդը հաշտեր ու որևէ խնդիր չկար, օգոստոսի 8-ին Սրբազանին եւ իր աջակիցներին Բաքրատ Սրբազանին ինչու կալանավորեցին։ Եթե վտանգ չկար, ամեն բոլորը հաշտեին եւ անհաշտություն արտահայտելու խնդիր չկար։ Ինչու են ամեն փաստաթուղթ ստորագրելուց առաջ մարդկանց տանում լցնում բանտերը, եթե խնդիր չունեն երկրի ներսում, եթե մեր ժողովուրդը հաշտ է։ Ի վերջո այդ տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնք ամեն քաղաքական իրադրության ընտրությունից մինչև փողոցային շարժումներ իրենց անհաշտությունը այս ռեպրեսիաների պարագայում դրսևորում են։
Էլ ոնց պիտի լինի անհաշտությունը։ Դա Նիկոլ Փաշինյանի ուզածն է, որ իր բոլոր մեղքերը պրոյեկտի հասարակությանը, բայց հասարակությունը մեղավոր չի, որ կա մի այնպիսի բռնապետություն, որը կարողանում է դեռևս պահպանել իշխանություն։ Ու հասարակությունը իր անհաշտությունը բոլոր իրադարձություններում, գիտեք, Հայաստանում շարժում է եղել այն հայտարարությունից հետո, երբ հայտարարվել է, որ Արցախի հարցով նշաձողը պետք է իջացնել։ Այս հասարակությանը մեղադրել, որ հաշտ է Արցախը հանձնելու հետ, այդպես չի եղել։ Եվ հասարակությունում, այսինքն անհաշտ է եղել Արցախի հարցում, անհաշտ է եղել Տավուշի հարցում, եւ նորմալ է, որ կարող ենք նաեւ այդ անհաշտությունը ավելի լավ կազմակերպել եւ դրսեւորել, նաեւ այն դեպքերում, երբ ուղիղ հասարակության անդամների անհատական սահմանադրությամբ ամենագրված իրավունքներն են խախտում։ Ուրեմն ինչու պիտի այս դեպքում էլ դրսևորվի, որովհետեւ հասարակությունը խոշոր հաշվով անհաշտ է, անհաշտություն արտահայտել է անարդարության դրսևորումների դեմ, իսկ սա այո անհատական մակարդակի, բայց անարդարության դրսևորում է, որ ելի եմ կրկնում, սպառնում է թակել բոլորի դռները։ Ուրեմն դրա համար ենք այսքան խոսում այս թեմայի մասին, բացատրում ներկայացնում, որպեսզի ոչ թե իշխանական նարատիվները, որ հանցագործների ենք մենք ուղակի դատում, այլ ճշմարտությունը հասարակությունը իմանա եւ դրսեւորի իր անհաշտությունը։ Մեր հասարակությունը որևէ ապուրինության դեմ անհաշտ չի եղել։ Եթե մենք այս պահին չունենք հաջողություն այն առումով, որ իշխանություն փոխված չի, դա չի նշանակում, որ հաշտ ենք եղել։ Եվ այս բոլոր շարժումները հենց դրա մասին են։ Ես պատահաբար չբերեցի օկուպացված Ֆրանսիայի օրինակը։ Դիմադրության շարժումը Ֆրանսիայում սկիզբ առած, որի հերոսների հիմա օրինացվում է, նաև հայ հերոս կա այդտեղ, դա չազատագրեց Ֆրանսիան։ Ի վերջո Ֆրանսիան չազատագրվեց դիմադրության շարժումների, բայց սկիզբ չէ, բայց Ֆրանսիան հիմա աշխարհին նայում է եւ ասում է ես համաձայն չեմ եղել ֆաշիստական գաղափարախոսության հետ, ես ֆաշիստական հակումներ չեմ ունեցել, ես այլ արժեհամակարգ եմ ունեցել շնորհիվ դիմադրության շարժման։ Նույնն է նաև Հայաստանում եղած բոլոր շարժումները, դրանք մեր են արժանապատվության դրսևորումներն են, որոնց հիման վրա մենք մեր սերունդներին նայելու ենք եւ ասելու ենք մենք հաշտ չենք եղել կատարվողի հետ։ Դրա համար այդ անհաշտությունը այս բոլոր տարիների ընթացքում դրսևորվել է։ Տիկին Վարդանյան, անդրադառնանք նաև տարածաշրջանային գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Տոկաևի հրավերով Ղազախստանում է եւ Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը ոչ միայն նա, թե Էրդողանը, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը, թե Թրամփը, բոլորը խոսում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, իրենց երկրների քաղաք-ծոքոտից, բայց այդ խոսքում Հայաստանի շահի մասին չի հիշատակվում։ Եվ ահա Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ Հայաստանի միջոցով դեպի Թուրքիա ճանապարհ կբացեն, որով էլ իրենց տեղափոխումները շատ ավելի էժան կլինեն։ Իսկ որտեղ է Հայաստանի շահը։ Դե սա շատ ավելի մեղմ հայտարարություն է համեմատած նրան, ինչ Նիկոլ Փաշինյանը ասաց, արեց Թուրքիայում, ասելով, որ մենք ինչ խնդիր ունենք Թուրանի համար ճանապարհ բացելու։ Իսկ Ղազախստանը, այդ թվում նաև թուրքալեզու պետություններից մեկն է, ով շահագրգռված է ճանապարհ։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ։ Երբ մենք խոսում ենք այս թեմայից, կարող է անդադ խնդիր առաջանալ, որ դեմ ենք տարածաշրջանային այցերին, կամ ապաշրջափակմանը, բանակցություններին։ Խնդիրը ինչի Նիկոլ Փաշինյանը ուր է այցելում, ուր չի այցելում, ինչպես է այցելում։ Խնդիրը իսկապես այդ հարցը մենք ենք տալիս եւ պատասխան չենք կարողանում գտնել։ Դրանից մեր շահը ո՞րն է։ Ես շատ ուրախ եմ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզյանի եւ մնացածի համար, որ իրենց աշխարհ ընկալումը ընդլայնվում է, գնում են, աշխարհ են տեսնում, տարբեր ճաշատեսակներ են երևի փորձում։ Դա իրենց անձնական զարգացվածության համար երևի լավ է, չնայած արդյունքները շատ չենք տեսնում, բայց մեր օգուտը այդտեղ ո՞րն է։ Իսկապես մենք ինչ օգուտ ենք քաղում։ Հիմա ասում են ապաշրջափակում, հարց ենք պարզ տալիս։ Այն ապաշրջափակում, որ ասում եք, պատկերացնում եք, որ ղազախական կլինի կամ որևէ ռուսական առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ տեսակը կարևոր չի, ապրանքատեսակ որևէ կլինի առաջի տեսակիցորեն, կլինի չորրորդ տեսակիցորեն, կլինի որևէ այլ ապրանքատեսակ։ Գալու է Ադրբեջանի տարածքով, գնալու է Վրաստան եւ այդտեղ էլի գալու է Հայաստան։ Այսինքն դրա ապաշրջափակումը ո՞րն է։ Ասում են այլընտրանք է։ Որ ասում եք դուռ ենք բացել, չէ, նախ ասում են դուռ ենք բացել, ապաշրջափակման գործընթաց է։ Ո՞նց է ապաշրջափակում։ Հայաստանում մի տեղից էր մտնում ապրանքատեսակ, հիմա էլ է մտնում։ Լավ, այլընտրանք է։ Այլընտրանքի դեմ չենք կարող խոսել։ Մենք ասում ենք, որ հաշվի առնելով փորձառությունը Հայաստանի համար չի կարող Ադրբեջանից եկող ապրանքատեսակները Ադրբեջանի ճանապարհով, հետո գանք հասնենք այնտեղ, որ ադրբեջանական գազը դառնա հիմնական ընտրություն ու հիմնական այլընտրանք։ Անվտանգային կոմպոնենտ կա։ Մենք տեսել ենք, որ ադրբեջանական ֆուրերը Աղդամով մտել են Ստեփանակերտ, դրանից մի քանի օր հետո Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա եւ տեղի ունեցել էթնիկ զտում։
մենք տեսել ենք, որ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել եւ ցեղասպանական գործողություններ, փակելով գազի վինտիլը, այս բառի համար կներեք, որը Արցախը սնցող գազի այդ փականը։ Հիմա այս հաշվի առնելով մենք ասում ենք դա մեր համար անվտանգային գործոնները հաշվի առնելով չի կարող դառնալ հիմնական այլընտրանք այլ երկրներից եկող առաջնային ապրանքատեսակների համար, էներգակիրների համար, այս կոնտեքստում, այս է մեր ասածը։ Հիմա երբ ասում են ապաշրջափակում է, ու մենք երկրորդ բարձ հարցն ենք տալիս, այն նույն մեխանիզմով, որոնց որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվելու է Նախիջևանի հետ, դա անվանել են TRIP, օգոստոսի 7-ին ստորագրել են այդ փաստաթուղթը, ֆիքսել են անխոչնդոտությունը։ Այդ նույն պայմաններով հենց Հայաստանից Հայաստան, այսինքն Տիգրանաշենից Մեղրի, Երասխից Մեղրի կկարողանանք անցնել ու կլինի համարժեք լրիվ նույն մեխանիզմը, որով կգործի Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, դա փոխադարձություն կարող ենք բանանել, անվանել։ Տեսեք, Ալեն Սիմոնյանն ու Գևորգ Պապոյանը այլընտրանք են առաջարկում։ Ասում են Ադրբեջանի տարածքով կարող եք հասնել Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով կարող եք բեռնափոխադրումներ անել, ավելին ադրբեջանցիները կգան այստեղ ապրելու, հայերը կգնան Ադրբեջան ապրելու։ Չնայած մենք գիտենք հայերի կարգավիճակը Ադրբեջանում դեռևս պատանդների տեսքով է։ Դե իրենց այլընտրանքը թե ինչու է անդադ հանգեցնում Արևմտյան Ադրբեջան այդ կոնցեպտին, ոնց է իրենց այլընտրանքը անդադ նպաստում այդ կոնցեպտի իրականացմանը, շատ հետաքրքիր է, ուսումնասիրության առանձին նյութ է, բայց անկյունաքարային խնդիր է։ Մեզ ինչ են ասում, մեզ ասում են, եթե իրար այդ առևտուր եք անում, դա խաղաղություն է, դա նշանակում է պատերազմ չի լինի։ Մենք ասում ենք, որ վերջին որքան ուզում եք մարդկության պատմությունը վերցրեք, իրար այդ առևտուրը անելը չի նշանակում իրար հետ չեն պատերազմելու, որևէ երկիր չի արձակվելու։ Ավելի սերտ համագործակցություն, քան Ռուսաստանը եւ Ուկրաինան ունեին, մենք չենք կարող ունենալ այս պայն առնվազն Ադրբեջանի հետ։ Մի խափեք, որ իրար հետ առևտուր անել, ճանապարհներից օգտվելը բերում է դա է խաղաղությունը։ Դա այդպես չէ։ Դա արհեստականորեն դուք նվազեցնում եք զգոնությունը։ Երկրորդ, ես ուզում եմ տեսնել այն հայ գործարարին, եթե դա Խաչատուր Սուքասյանը չէ, շատ աբսուրդ կլինի, որ այսինքն շատ հետաքրքիր կլինի, որ վերջում այդպես ստացվի, ով Ադրբեջանի տարածքով ապրանք է արտահանելու։ Ով է այդ հայ գործարարը։ Մենք ունենք արտահանողների միություն։ Մի քանի տասնյակ են, շատ չեն։ Քանիսն են Ադրբեջանի տարածքով իրենց ապրանքը արտահանելու։ Կամ ով է պատրաստ նման խիզախության ես ասեի։ Դա է հարցը։ Այսինքն ով է, ինչ են մեզ վաճառում։ Սովետական միության ժամանակ, երբ որ Սովետական միությունն ի վիճակի չէր վերահսկել, չնայած մենք գիտենք այդ երկաթյա համակարգը, այո, ո՞րն է Փաշինյանեն ցույցը։ Փաշինյանեն ցույցը Ալիևն է, Ալիևի հույսը Փաշինյանն է, այդտեղ որևէ նորություն չկա, բայց հիմա այնպեսի իրավիճակ է, որ վստահ եմ, որ Ալիևին հիմա պետք է զսպել այդ հայատյացության դրսևորումները եւ ցույց տալ իր բարի, այսպես ժողովրդավար կերպարը, դա իրեն էլ է նաև պետք լվալու համար իր արունոտ ձեռքերը ու ազատվելու այդ ցեղասպանություն իրագործածի իմիջից։ Բայց այնպեսի իրավիճակ է ու Ադրբեջանում այնպեսի հայատյացության մակարդակ է դպրոցներից ու մանկապարտեզներից սերմանվող, որ Ալիևը ինքը անգամ եթե իր քաղաքական նպատակների համար դա իրեն անհրաժեշտ է, չի կարող զսպել ու երաշխավորել հայերի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում։ Հիմա ինչի մասին ենք մենք խոսում։ Դուք ասում եք չեն կարող երաշխավորել անվտանգությունը, բայց Երևանից փորձագետների մի խումբ այսօր ժամանել է Բաքու։ Մասնակցելու են քաղաքասարակությունների կլոր սեղանի քննարկմանը։ 15 տարի առաջ էին ժամանում։ Ես դա եմ ասում, իջ ժամանել, գնալ Բաքվում պտտվել, դա չի նշանակում, որ խաղաղությունը եկել է, հաստատվել է եւ կայացած փաստ է։ Դա է ամենամեծ խնդիրը։ Պետք չի ժողովրդին խաբել։ Ես հիմա կգամ նաեւ տարածաշրջանի դեպքերին, բայց նախկին իշխանությունների օրոքել են հայր փորձագետներ այցելել Ադրբեջան եւ փոխադարձ այցեր են տեղ ունեցել։ Դա ինչ է 2016-ին նշանակում է Ադրբեջանը չէր հարձակվում, 2020-ին չէր հարձակվում։ Այն ժամանակ ուղղակի պարտվածի դերից էր հանդես գալիս։ Ավելի վատ, ուրեմն դա պիտի այնեն ավելի զսպեր չհարձակվելու։ Ուզում եմ ասել, այս ամեն ինչը խաղաղության երաշխիքներ չեն, որ մեր վրա ուզում են վաճառել։ Հիմա գալով արդեն բուն այդ խաղաղություն կոչված գործընթացին եւ դա որ մեզ ուզում են ներկայացնել որպես դարակազմիկ ձեռքբերում եւ երաշխիք, ինչպես է Ադրբեջանի հետ նախաստորագրված այդ փաստաթուղթը, Ադրբեջանի բոլոր այս պահին պահանջները ամրագրած բերել խաղաղություն։ Ես
այսօր արդեն հրապարակվեց այն փաթեթը, որը Դոնալդ Թրամփը առաջարկել է Ուկրաինային որպես խաղաղության փաթեթ եւ կետերը ներկայացված բավական ծավալ ունեն, բայց ես ուզում եմ համեմատության, երբ մենք խոսում ենք, որ այս փաստաթուղթը, որը նոյեմբերի, որը օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, որևէ կոնկրետություն չի պարունակում եւ Ադրբեջանի ձեռքերը որևէ կերպ չի զսպում, մեզ ասում էին այլ ընտրանքը որն է, մենք խոսում ենք, բայց ասում են դե ուր է, այտենց նախադեպեր կարծես չկա, ոնց պիտի դա անենք, հեսա այստեղ օրինակ Ուկրաինային ինչ է առաջարկվում։ Բազմաթիվ կետեր կան, բայց կետերից մեկը նրա մասին է, որ բոլորի դիմաց փոխանակվում են գերիները։ Բոլորը առաջնային խնդիր, երբ խոսում ես խաղաղության Մարդասիրական մասին, պայմանագրում փաթեթի կետերից մեկը, բոլորի դիմաց, որտեղ բանակցել են դրա մասին, որովհետև դա առաջնահերթություն են համարել բանակցային։ Այսինքն ուկրաինական կողմը իր շահերն է փորձել հնարավորինս բավարարել։ Անգամ չեմ ուզում խորանալ կամ գովել մի բանակցողին դրա մասին չէ, երբ կա տակ հակամարտություն ու դու խոսում ես դրա կարգավորման մասին, առաջնային տարերից մեկը, որի մասին խոսում ես, հումանիտար հարցերն են եւ գերիների արկայության պարագայում բոլորի դիմաց փոխանակում է, երբ խոսում ես կարգավորման հնարավորության մասին։ Այսինքն բանակցային դա այդտեղից սկսում են բանակցությունները մարդասիրական հարցերից։ Ընդ որում Ուկրաինան էլ է կապիտուլյացիայի ենթարկվում, եթե այլ դե ստորագրվածի մասին ենք խոսում, բայց դե ամեն ինչ դրան է գնում։ Կհասկանանք, այսինքն ստորագրման դեպքում ինչ է ստորագրվելու եւ գնահատականների հարց չի, այստեղ ես ուզում եմ համեմատականները ցույց տալ։ Եվ ինչպես է օրինակ բազմաթիվ կետերի շարքում կա առանձին բաժին կատարման եւ վերահսկման փաստաթղթի, ինչպես պիտի կատարվի եւ վերահսկվի։ Օրինակ, համաձայնագրին տրվում է իրավական պարտադիր ուժ, վերահսկողությունը իրականացում է խաղաղության խորհուրդը Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։ Խախտումների դեպքում սահմանվում են պատժամիջոցներ։ Օրինակ, հստակ մեխանիզմ, որը կարող է ապահովել ստորագրված պայմանագրի իրականացումը։ Սա էլ երաշխիք չէ 100% անց, որովհետեւ հիմա միջազգային երաշխիքները այնպես չի, որ 100%-ով գործում են, բայց մի քայլ առաջ է, գոնե հույս է, գոնե կոնկրետություն է, պատասխանատվություն է փաստացի Թրամփի իր վրա վերցրել։ Այո, պատասխանատվություն է եւ գոնե կոնկրետություն է, ինչպես կարելի է փաստաթուղթ ստանալ, որը քո համար կապահովի կամ գոնե հակառակորդ կողմին կարող է ինչ-որ չափով զսպել նոր ագրեսիաներից։ Իսկ դա չի արվել օգոստոսի 8-ի հանդիպման։ Ցույց տվեք ինձ այդ կետը։ Երկրորդ նախագահից դրա մասին չէ խոսում, որ պետք է առաջարկել մեխանիզմների իրականացման մեխանիզմների երաշխիքների մասին հավելված կամ այլ փաստաթուղթ, որովհետև էլի եմ կրկնում, այս պարագայում ուժերի այս բալանսի պայմաններում գնալ Ադրբեջանի հետ ստորագրել թուղթ, որը արտահայտում է Ադրբեջանի բոլոր պահանջները, ոչինչով չի սահմանափակում, որևէ երաշխիք էլ չկա այդ թուղթը կատարելու մասին, ու գալ հայտարարել, որ բերել եք դարի խաղաղությունը ու արդեն որպես կայացած փաստ։ Հիմա սա խաբեություն է, թե չէ։ Ու խոսել այն դեպքում, երբ որ տասնյակ հայ գերիներ Բաքվի բանտում հենց հիմա կտանքների են ենթարկում, մենք արդեն 3 էլ չէ, կինը գերիներից մեկի ասում էր, որ ամուսնու հետ խոսել է, չի քայլում, ասում է, որ հաց եւ թե է միայն ուտում դա են իրեն տալիս։ Այս պայմաններում խոսել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման մասին, խոսել նրա մասին, որ դեռ Հայաստանը տարածքներ ունի ադրբեջանական, որ պետք է վերադարձնի։ Ու այս օգոստոսի 8-ի ստորագրելուց հետո Այս ինչ խաղաղություն է։ Սրա նման խաղաղություն, պատկերացնում եք Ուկրաինան Ռուսաստանը այս փաստաթուղթը ստորագրեն, հաջորդ օրը Ուկրաինայի որևէ ղեկավար հայտարարի, որ դեռ տարածքներ կան, որոնք պիտի տրվեն Ռուսաստանին։ Այսինքն գիծը, բանը ֆիքսվում է ամեն ինչ, հաջորդ օրը հայտարարում են, որ դեռ տարածքներ կան։ Խաղաղության փաթեթը, եթե հայտարարում ես, որ խաղաղության փաստաթուղթ է ստորագրել, դա համապարփակ փաթեթ է, որը գոնե հիմնական հարցերին անդրադարձ է կատարում, սկզբունքները ամրագրում է եւ լուծում է այդ հարցերը։ Հիմա առանց որևէ հարց լուծելու, գերիների հարցը չեն լուծել, ապա շրջափակման հարցը չեն լուծել։ Պետք է չհամաձայնվեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ ՊԴՊ-ի ուրեմն խորհրդականի թե տեղակալի հետ զրույցում խնդրել է իրեն ներկայացնել Դոնալդ Թրամփի եւ իր աշխատակազմի հայ գերիներին ազատելու ուղղությամբ արված աշխատանքի մանրամասները։ Ով է ում խնդրել։ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ իրեն ներկայացնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այդտեղ պարտավորություն ունի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ում պիտի ներկայացնի, ինչ քայլեր է իրականացրել հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Ես ուզում եմ հասկանալ, այդ պայմանավորվածություններից մեկն էլ այն է, որ Բաքվի բանտում միշտ որպես ճնշման գործիք պետք է հայ գերիներ լինեն։ Որովհետև ասում եմ գլուխ են գովում, որ ամենաշատ թվով գերիներ մենք ենք բերել։ Ամենաշատ թվով գերիներ ում օրոք է Բաքուն գերեվարել։ Ու երբ որ դու չես պահանջում, որ բոլորի դիմաց փոխանակում լինի ու
այդ հարցը վերանա, այլ sense աստիճանաբար ամեն քաղաքական իրադարձությունից առաջ մի խումբ բերում ես նոր գերիներ են ավելանում, դա դու թշնամու ձեռքում թողում ես գործի քո ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալու համար։ Անընդհատ քեզ դրանով սպառնալու, քո հանրության շրջանում հուզական իրավիճակ ստեղծելու ու դա շահարկելու համար։ Այսինքն ընտրությունից առաջ պիտի Փաշինյանը գերիներին բերի, մի քանիսին գերիների։ Ես ուղիղ հարց ունեմ, եթե որևէ մեկը կա, թող պատասխանի։ Նիկոլ Փաշինյանը իր վարչախումբը ում հետ եւ ինչպես է քննարկել կոնկրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։ Քննարկել է արդյոք թե ոչ։ Ուզում է որ վերադառնան, կարծում եմ որ ոչ։ Կարծում եմ որ ոչ։ Իսկ քննարկել է։ Տեսեք, ես չեմ գլխավոր բանակցող, ախր դա է հարցը։ Մենք մեր գործընկերների հետ միջազգային երբ խոսում ենք եւ այս հարցերը բարձրաձայնում ենք, կլինի Արցախահայերի վերադարձի իրավունք եւ գերիների, ասում են որ Հայաստանի պաշտոնական տեսակետները կամ այլ են, կամ չեն հնչում դրանք, կամ նման պահանջ իրենց չի ներկայացվում։ Հիմա ես չեմ կարող ասել Փաշինյանի տեղ ինքը ում հետ ինչ է քննարկել։ Ես արկա հրապարակային տեղեկատվությունից կարող եմ եւ մամուլում հայտնվող տեղեկություններից, նաեւ տարբեր նիստերի եւ հանդիպումների կարող եմ տեսնել եւ ասել վերլուծել, որ նման օրակարգ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձնելու հիմա չունի Հայաստանի գործող իշխանությունը։ Սա այսինքն ամբողջ խնդիրը սա է, ու այս օրինակը պարզ ցույց է տալիս, ինչպիսի այլընտրանքային փաստաթղթի շուրջ մենք իրականում պիտի բանակցենք, եթե խոսում ենք առաջինը հարաբերությունների կարգավորումից, ել չասեմ, եթե խոսում ենք խաղաղությունից, որը ավելի համապարփակ, բարդ գործընթաց է եւ կարող է տասնյակ տարիներ տևել։ Ու այստեղ կարևորագույնը նաեւ ժամանակը համապարփակ խաղաղության պայմանագիր շտապում է միշտ ստորագրել հաղթող կողմը, ֆիքսելու իր այդ պահի ուժերի առավելությունը եւ ուժով ձեռք բերվածը։ Այս հարցում շտապողականությունը, թե ինչու Հայաստանը պիտի այդ հարցում շտապի, դա այլ քննարկման հարց է։ Եվ սրան զուգահեռ եթե մենք տեսնենք նաեւ Իսրայել-Պաղեստին էլի խաղաղության գործընթացեր չէ հայտարարվում, որ բայց նորից երեխաներ են սպանվում։ Քանի օր տևեց։ Դա է հարցը։ Այսինքն այս որ ասում եմ խաղաղության դեմ չենք ասում որ բանակցություններ պետք է չլինեն, հարաբերությունների կարգավորում պետք է չլինի։ Ասում ենք մի գնացեք Ադրբեջանի բոլոր պահանջները արտահայտող փաստաթուղթ ձեռք բերեք, եկեք ասեք որ դրանով մեզ խաղաղություն եք բերել։ Ստում եք դուք դա երբ ասում եք։ Մի ասեք, եթե Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է եկել կամ ռուսական ցորեն է եկել, դա խաղաղություն է։ Մի խաբեք այս ժողովրդին, շահարկելով իր ամենացանկալի, այո, բոլորս ուզում ենք խաղաղություն։ Նվիրական երազանքը, ցանկությունը մի մանրադրամ սարքեք ու շահարկեք, որովհետև դուք ամենաշատն եք այո խոսել խաղաղությունից, բայց ամենաշատ թվով պատերազմներն եք բերել ձեր կառավարման տարիներին եւ ամենամեծ թվով զոհերը։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը երկուշաբթի է, հաջողություն։